Ժողովուրդ, եկեք ֆլեշմոբ անենք ի օգնություն թուրք լրագրողուհու, որին հիմա դատում են Հայաստանին օգնելու համար, որին հիմա դատում են մեր ազգին օգնելու համար, որին հիմա դատում են մեր գենոցիդի մասին գրելու համար։ Եկեք իրան օգնենք, դա մեր պարտականությունն է։ Հետո չասեք, աշխարհը մեզ չի օգնում։ Եթե դուք չօգնեք այն մարդուն, որին հիմա դատում են մեր պատճառով, դուք իրավունք չունեք էլ ոչ մեկի մասին խոսակ։ Հետո չասեք, պետությունը գենոցիդից հրաժարվում է։ Եթե դուք հիմա այդ քայլը չանեք, ոչ մեկից չբողոքեք, դա արդեն դուք եք մեղավոր։ Իրան դատում են, որ ինքը ռիսկ է արել, հոդված է գրել հայերի մասին, հայերի ցեղասպանության մասին, ու դրա համար երիտասարդ գեղեցիկ աղջկան դատում են։ Ու ես հատուկ ֆլեշմոբի համար այսենց գլխից դրել եմ սա, որ իրա նման լինենք։ Ինքը տեսեք նկարում տենց է, եկեք իրա ոճով իրան ֆլեշմոբ անենք։ Ցույց տանք աշխարհին, դա մեզ էլ է պետք, այս խոսքը որ բացվի, տարածվի ու աշխարհը կսկսի խոսալ, որ տեսեք հայ բլոգերները ինչքան պատվով են եւ ինչքան գիտակից են եւ ինֆանտիլ չեն նստած իրանց հետույքին ու բողոքում, որ աշխարհը մեզ չի օգնում։ Չեն օգնի, մենք պետք է անենք։ Ու հիմա հենց այդ պահն է, որ մենք ցույց տանք, որ մենք գիտակից մարդիկ ենք, ոչ թե լացկաններ, բողոքող բոլորից, որ ոչ մեկ մեր համար իրան չի կոտորում։ Այս աղջիկը իրան կոտորեց մեր համար։ Այս աղջիկը գնաց ռիսկի իմանալով, որ իրանք հոդված ունեն համար 301 ու եթե ինքը խոսում է գենոցիդից, որտեղ երկրում, որը արգելում է խոսալ ու համարում է դա պրեստուպլենիա, հանցագործություն պետության դեմ, ինքը դա գիտեր, ինքը все равно միևնույնն է խոսեց, գրեց, ինտերվյու արեց հայերի հետ, պատմեց, թե հայերը ինչ են զգում, ինչ են մտածում, ոնց են ապրում, ու դա շատ պիչայլն է իստորիա։ Դրա համար ինքը դա ամբողջ Թուրքիային պատմեց, ինքը ամբողջ աշխարհին պատմեց։ Հիմա իրան դրա համար դատում են։ Եկեք այդ դրա մասին խոսանք, դա է կարևորը։ Դա համ կլինի իրան օգնել, իրան այդ վիճակից հանել, համ ցույց տալ, որ մենք все-таки գիտակից գրաժդանսկը օբշեստվա ենք։ Եվ գենոցիդի մասին, ցեղասպանության մասին կխոսվի, կտարածվի, կհասնի աշխարհին, հասկանում եք, ուղակի նստել ու բողոքել բոլորից ու բոլորին, թե մեզ բանի տեղ չեն դնում, ոչ մեկ չի դնում, դուք շատ եք դնում, Աբխազիայում ինչ արեցին ձեր սիրելի վրացիները, դուք բանի տեղ դրեցիք, ինչի վրա չեք խոսում, ինչի չեք քննադատում։ Օսետիայում գիտեք ինչ ցեղասպանություն են արել, հենց մի հատ օսետներին հարցրեք, ինչի են այտենց ատում, գժավարի ատում են, ավելի շատ, քան մենք թուրքերին ենք ատում, այ օսետները տենց են ատում վրացիներին, բա ինչի համար, հələ հարցրեք ինչ ցեղասպանություն են արել, բայց դուք խոսում եք դրա մասին, չէ։ Վերջացրեք բողոքելը, գործեք։ Ես ոչ մի անգամ չեմ բողոքում բողոքելու համար, ոնց որ դուք գլուխս տանում եք, այնքան եք բողոքում, ես հոգնում եմ։ Ես չեմ կարող լսեմ ձեր բողոքները, եթե չկա կոնկրետ շаг к действию։ Եթե ես մի բանից բողոքում եմ, ես ասում եմ, այսա վատ է, այս սենց անենք, որ այս արդյունքը ստանանք։ Հիմա այդ դեպքն է, այս աղջկան դատում են ու մենք ճիշտ քայլերով շատ արագ կարող ենք լավ արդյունքի հասնենք։ Իմիջիայլոց, երբ որ կան կուսակցություններ ու խոսում են նրա մասին, թե Նիկոլը ցեղասպանությունից հրաժարվում է, այ հիմա ձեր ժամանակն է, որ դուք գլխավորեք մեզ, ոչ թե ես պետք է խոսայ, այդ կուսակցությունները, որ ամբողջ օրը ցեղասպանությունը դարձրել են իրանց համար խաղալիք, ամեն րոպե խոսում են, դրա դեմ պայքարում են ղեկավարների դեմ, այս է ձեր գործը, դուք պետք է սրա մասին խոսեք, դուք լիքը հետևորդ ունեք, իմ նման չի, դուք պետք է կանչեիք ձեր հետևորդներին, հիմա էլ ուշ չի, այ հիմա համախմբվեք գաղափարի շուրջը, իրար հետ մի կռվեք, իրար մի կերեք, իրար մի փնովեք, համախմբվեք, միշտ ասում եք, չէ, եկեք համախմբվենք, այս հարցի շուրջը, որ չհամախմբվեք, բայլ ինչ, համախմբվեք, ձեր հետևորդներին դիմեք, ասեք ֆլեշմոբ ենք անում, ու որպեսզի ճանաչելի լինի, թող բոլորը այսենց պավյասկաներ դնեն, ոնց որ պալեստինաները արեց, տեսնում եք, իրանց ֆլագով լսեք, մի բան ասեմ, դուք տեսաք այդ ռուսերեն խոսացող էկոլոգիայի ծառերի համար իրանց կոտորող ռուսերեն լեզվողներին,
Դուք տեսաք, որ Պալեստինայի հլը բանն էլ գցել էր վրեն։ Ռուսերեն ում ա կանչում։ Էս ինչ բաներ են անում, էս ինչ խաղեր են անում։ Իմ դուրը հետ չեկավ, ես երբեք իրանց կողքին չեմ կանգնի։ Ես ուզում եմ օդը մաքրվի, դրա մասին խոսենք, մենք խոսենք, բայց եկեք մեր երկիրը հարգենք ու հայերեն խոսանք։ Ում համար եք խոսում ռուսերեն, որ Պուտինը այնտեղ լսի ու վիդի վայսկա անի, էտա ձեր ուզածը։ Օդը մաքուր չի։ Մենք էլ ենք այդ շնչում այդ օդից, բայց եկեք հայերեն կանչելով շնչենք։ Anyway, համախմբվեք, Պալեստինայի այդ բաները, կասինկայա ինչա, այդ դրանք մի դրեք, ձերը, լսեք, ուզում եք մի բան անեք, մի թազա բան հնարեք, ինչի եք վերցնում խալխի ապրանքը ձեր վրա կապում ու դուրս գալ, որ ինչ, որ համարեն մուսուլման ենք, որ համարեն մենք Պալեստինայի համար ենք դուրս եկել, մի քիչ խելքով արեք էլի այ մարդ։ Լավ, իսկ էսի իրա նկարում տեսնում եք դրել ա, եկեք դրա իրա նման դնենք, որ ճանաչելի ինչ-որ բան լինի, էլի բոլորի գլխին որ լինի, դա ավելի շատ մարդկանց աչքին կծակի, կասեն էս ինչ մի բան ա, մի հատ, երկու հատ, երեք հատ տեսանք ինչ որ աղջիկներ են խոսում, կանայք են խոսում, աղջիկ, տեսնում եք, ես էլ ինձ աղջիկ եմ զգում։ Կասինկեքով ինչ որ մի բան ասում են, էլի։ Տղաներ, դուք էլ մի բան մտածեք, չգիտեմ ինչ։ Բրիլոկներս ինձ վերցեք հայկական ձևով ֆրֆրացրեք։ Օֆ, հիմա կասեն էլի լուրջ բաներից խոսում ա, սկսում ա ցանցար, բայց ես տենց եմ էլի։ Իրական կյանքում вообще լուրջ բաներից չեմ խոսում, սա ուր է sense ցանցար բաներից։ Մարդիկ ասած չգիտեմ, որ ես իրական պատմություն գիտեմ կամ լուրջ դատել գիտեմ, գիտեն ես sense հեշտ խոսացող մարդ եմ։ Լավ, anyway, եկեք ֆլեշմոբ անենք, սա իհարկե ֆլեշմոբը չի, բայց այլ տարածեք, թող մարդիկ իմանան, ի գիտություն։ Թե չէ մարդիկ դաժե ալարում են, մի հատ կնոպկա սխմեն, այն գրածս պոստը կիսվեն։ Ահագին մարդ կիսվել է, բայց պետքա սենց արդեն հեղեղվեր էլի, որ վրացիկ լինեին, արդեն հեղեղել էին ինտերնետը, նույնն էլ ազերները, բայց մենք վեհ ենք դրանից, մենք մատը պետքա սենց սխմենք, հետո պետքա մտածեն, որ ես այս գործում կամ, ես ինչ-որ մատ եմ կպցնում, բայց ինձ լավ է, չէ, ես սաղորը ինտերնետի մեջ եմ, բայց հենց որ խոսում ենք ասում, չէ, ես չեմ տեսել, ես տեղյակ չեմ, չեմ իմացել, դու տենց վիդեո ես դրել, չէ, ես լայք չեմ դնում, որտեղ ես չեմ տեսել, դե գիտես ինչ ես շատ զբաղված եմ, շատ զբաղված է, բայց որ նստում ենք իրար հետ խոսալու, իրանք իմ վրա երեսին չեն նայում, իրանք սենց են նայում, բայց իրանք շատ զբաղված են, իմ վիդեոները չեն տեսնում։ Anyway, նենց որ բոլորս է գիտենք, որ բոլորս էլ ինտերնետի մեջ ենք, մենք էդի լավ գիտենք, կաֆեներում տեսնում ենք, աղջիկ տղա նստած ինտերնետի մեջ են երկուսն էլ, գոնե իրար կապեք։ В общем, ժողովուրդ, սա խոսացի, պատրաստվեք ֆլեշմոբ ենք ամ, ես կանեմ ֆլեշմոբը, ես կկարդամ, տեքստը դուք արդեն գիտեք, տեքստը կարող եք վերցնել իմ էջից ու դուք էլ կարդաք դա, ես կարդալու եմ, խոսելու եմ ու կարդալու եմ։ В общем, պետք է սա հասցնենք ի գիտություն աշխարհին, մենք պետք է անենք ժողովուրդ, մենք Մանավանդ գեղեցիկ աղջիկներ, պատրաստվեք մի քիչ օգուտ տալ ազգին, հերիքա մենակ ձեր բլոգով զբաղվեք, հասկացանք սիրուն եք, հասկացանք ամեն ինչ ունեք, հասկացանք ամենասիրուն շորերը ունեք, ամենահամով տեղերն եք գնում, ուտում, քեֆանում, հասկացանք տղաները ձեզ լիքը ծաղիկներ են տալիս, հասկացանք, համամիտ ենք, լայք էլ դնում եմ, սրտանց լայք եմ դնում ձեզ, ժողովուրդ, հերիքա դուք բլոգերներին լայք դրեք, որոնք այսենց գործերում չկան, մենակ իրենցով են զբաղվում, ես չեմ ուզում, հա, երևի սիրուն հագնվեմ, լավ տեղեր գնամ, այ հենց նոր ամուսինս աղջկաս հետ տեղ գնացին, ես ասեցի, չէ, ես մնում եմ, որ ես գործեր ունեմ անելու, իմ գործերն էլ էսա, իրանք առանց ինձ գնացին, բայց ես էլ ձեր նման սիրում եմ ֆրֆռալ, հագնվել, ուտել, ես շատ եմ սիրում, հələ դուք լավ չգիտեք, ես ամենասիրուն տեղերն եմ սիրում գնալ, բայց երբ որ բլոգերին լայք եք դնում ու չեք պահանջում, որ մի քիչ հայամետ գործերի մեջ մասնակցի, ձեր լայքերով ինչ եք ուզում հասեք իրան, որ իրանք լավ ապրեն ձեր հաշվին, հա? Ես դες չէի անի, ես մի քիչ անում եմ, հետո տեսնում եմ, որ իրանք հայամետություն չեն անում, մենակ իրանցով են զբաղված, ես էլ չեմ անում, դուք էլ մի արեք, ստիպեք բլոգերներին, որ սենց հարցերում իրանք առաջինն լինեն, աշխարհով մեկ բլոգերներն են իրանց երկիրը առաջ տանում հարցեր լուծում, իսկ դուք ժամը լրացավ, всё, пока